իրենց հիմնական միտումը մոբիլիզացնել մաքսիմալ արդյունքներ ունենալ ընտրություններում, այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք դիտարկվում են որպես պրոռուսական, որ իրենք մաքսիմալ քանակի ձայներ ստանան եւ հնարավորություն լինի կրկնել նույն Գյումրիի սցենարը, հա, իմ կարծիքով պլան Ան հենց դա էր, ու քանի որ դա չստացվեց, հիմա ավելի շատ սպասողական, ես կարծում եմ, իրավիճակը կախված է սա դիվանագիտական տակտիկական քայլ եմ ես դիտարկում, որպեսզի բարձրացնել, այսպես ասած, հետագա բանակցությունների գինը Հայաստանի հետ եւ փորձել այս պայմաններում, եւ որ ռուսամետ կուսակցությունները, քաղաքական ուժերը մեծամասնություն չունեն, արդեն ինչ որ զիջումներ ստանալ եւ երաշխիքներ ստանալ հաղթած քաղաքական ուժից, այսինքն Նիկոլ Փաշինյանի ուժից, ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար առաջին հերթին իհարկե կարևոր է նույն երկաթուղու թեման, կարևոր է ռուսական ներկայության ամրագրման թեման, որովհետև երկարաժամկետ առումով իրենք այդպիսի մտավախություն ունեն, որ այս գործընթացները, այսինքն հայ-ադրբեջանական խաղաղությունը, թրիփը, սահմանների բացումը բերելու է նաև ռուսական ներկայության թուլացմանը, այսինքն սահմաններից դուրս գալը, գուցե ռազմաբազայի թեմային, իրենք դա տրամաբանական ավարտ են դիտարկում, եւ քանի որ հիմա Ռուսաստանի դիրքերը թույլ են, իմ պատկերացումը այն է, որ Ռուսաստանը փորձում է ուղղակի ինչ որ երաշխիքներ ստանալ հայկական կողմից, որ այդ ռուսական ներկայությունը մնալու է եւ Հայաստանը ինչ որ քայլեր դրա դեմ չի ձեռնարկելու։ Այսինքն լռությամբ է փորձում դա կորզել, այսինքն որովհետեւ սա ճնշում է, նայեք նաեւ այս հետընտրական հայտարարություններին, հա, որ մենք լսում ենք Մոսկվայից, նաեւ դե վերջին օրերի իրադարձություններից ելնելով Մոսկվայի շուրջ այդ լռությունն արդեն նաեւ ուրիշ պատճառներ ունի, որովհետեւ հիմա շատ բավական նաեւ թեժ իրավիճակ է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, բայց ես վստահ եմ, որ սա ավելի շատ տակտիկական քայլ է մաքսիմալ, այսպես ասած, այդ լարվածությունը պահելու